Հաճախ են ինձ ասում, որ ես պատմաբաններից լավ պատմություն գիտեմ, լինելով տնտեսագետ, մասնագիտությամբ տնտեսագիտական կրթություն ստացած։ Ես ասում եմ, որ դա այդպես չի, հնարավոր չէ դա, պատմաբանները տարիներով սովորում են իրենց մասնագիտությունը, ժամերով անցկացնում գրադարաններում, քննություն և ստուգարք անցնում։ Ես պարզապես փորձում եմ հիշել, վերհիշել և սովորել ռացիոնալը, այն անհրաժեշտ է, որը որ հնարավորություն կտա պատասխանել ամեն բարդ իրավիճակում առնվազն 3 հարցի. ինչ վիճակում ենք հայտնվել, ինչու ենք հայտնվել և ամենակարևորը, ինչ պետք է անել այդ վիճակից դուրս գալու համար։ Եվ սա մասնագիտության հետ որևէ առնչություն չունի։ Ցանկացած մասնագիտության տեր մարդը պետք է մտածի այդ հարցերի պատասխանը ունենա, որովհետև եթե մտահոգ է մեր երկրի ապագայի համար, մեր երկրի ներկայի ու ապագայի, առավել ևս երբ որ տագնապ կա մեր երկրի ապագայի համար, և անհրաժեշտությունը անպայման ունենալ հստակ քաղաքացիական դիրքորոշում, արտահայտել այդ դիրքորոշումը, պայքարել դրա համար, դա շատ ավելի կարևոր է, և դա բացարձակ կապ չունի քաղաքականությամբ կզբաղվես թե չէ, քաղաքացիական դիրքորոշումը բացարձակ պայմանավորված չի կուսակցական գործունեությամբ, դա հանրային գործունեություն է։